Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք Հայաստանի կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Պետք է ասեմ, որ զեկույցը շատ մանրամասն եւ երկար քննարկել ենք մենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում եւ կուզենայի զեկույցի արտաքին հարաբերությունների հատվածին անդրադառնալ։ Հաշվի առնելով նաև, որ վարչապետը շատ մանրամասն չխոսեց այս մասին։ Ես ուզում եմ արձանագրեմ, որ 2024 թվականը արդյունավետ էր 2021-2026 թվականների կառավարության ծրագրի կատարման համար արտաքին հարաբերությունների տեսանկյունից եւ որոշ ուղերձներ, որոնք արտացոլված են կառավարության ծրագրում այս տարի ոչ միայն կատարվել են, այլ երբեմն նաև գերակատարվել են։ Եվ այդ իրադարձությունները կամ դեպքերը, որոնք արձանագրվել են արտաքին հարաբերություններում, հաճախ գլխագրերի եւ մամուլի հաղորդագրություններից անդին չեն եղել եւ շատ քննարկում չենք ունեցել։ Ես կուզենայի դրանք եւս մեկ անգամ հնչեցնել։ Ու սկսեմ տարածաշրջանից։ Կառավարության ծրագրով կառավարությունը նախանշել էր, որ Վրաստանի հետ շարունակելու է առանձնահատուկ եւ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը։ 2024 թվականին այս ուղենիշը ոչ միայն կատարվել է, այլ նաեւ դա ավելին է արվել։ Վերջապես Հայաստանի եւ Վրաստանի միջև հաստատվել են ռազմավարական հարաբերություններ։ Իրանի հետ կառավարությունը նախանշել է, որ պետք է շարունակի առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը։ Շարունակվել է Իրանի հետ բազմավորորդ համագործակցությունը եւ 2024 թվականի արդյունքներով Հայաստանի եւ Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակը 2023 թվականի նկատմամբ աճել է։ Հայաստանի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նախանշել էր, որ պետք է ձևավորի փոխվստահության մթնոլորտ եւ քաղաքական երկխոսությունը զարգացնի, պետք է հստակ արձանագրենք, որ 2024 թվականին Թուրքիայի եւ Հայաստանի միջև եղել է աննախադեպ քաղաքական երկխոսության մակարդակը աննախադեպ կերպով բարձրացել է բոլոր մակարդակներում, ոչ միայն երկրների ղեկավարների, արտգործնախարարների եւ հատուկ ներկայացուցիչների միջև, այլ նաեւ եղել են ոլորտային գերատեսչությունների միջև երկխոսություն, ինչը իհարկե չի նշանակում, որ մենք այս առումով շատ արդյունքներ ունենք, որովհետև մեր ակնկալած արդյունքը սահմանի բացումն է եւ հարաբերությունների հաստատումն է։ Ռուսաստանի հետ 2024 թվականին Հայաստանը շարունակել է կառուցողական համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, թե երկկողմ ձևաչափում եւ թե ԵԱՏՄ-ի ձևաչափում, որտեղ Հայաստանը այս տարի եղել է նախագահող երկիր եւ կարծում եմ կազմակերպության համար եղել է արդյունավետ տարի, աճել է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության մակարդակը։ Միացյալ Նահանգների հետ կառավարության ծրագրով Հայաստանի կառավարությունը 2021-26 թվականների ծրագրում նախանշել էր, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները պետք է բարձրացվեն ռազմավարական երկխոսության մակարդակի։ Սա մեկ կատարվել է, իսկ 2024 թվականի արդյունքներով 2025 թվականի սկզբին ոչ միայն ռազմավարական երկխոսության, այլ ամփոփվել է ռազմավարական երկխոսության ձևաչափը եւ հարաբերությունների մակարդակը բարձրացվել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Եվրոպական միության հետ համագործակցության տեսանկյունից Հայաստանի կառավարության ծրագրի արտաքին քաղաքական ուղենիշները հիմնականում ամփոփված են եղել ՍԵՊԱ-ի համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցության շարունակմամբ եւ նաեւ նախանշվել է ԵՄ մուտքի արտանագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը որպես ուղենիշ, ինչպես գիտեք, այս ուղենիշը եւս 2024 թվականին կատարվել է եւ ոչ միայն այս ուղենիշը, Հայաստանը սկսել է Եվրոպական միության հետ բանակցել նոր գործընկերության օրակարգի շուրջ, Եվրոպական դիտորդական առաքելության մանդատը երկարաձգվել է եւ Հայաստանը աջակցություն է սկսել ստանել Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցներից։ Ֆրանսիայի հետ հարաբերություններում ուղենիշներից մեկը տնտեսական հարաբերությունների խորացումներ եւ այս առումով պետք է արձանագրել, որ խորացել են ոչ միայն տնտեսական հարաբերությունները, այլ նաեւ աննախադեպ բան է տեղի ունեցել վերջին 2 տարիներին։ Հայաստանը սկսել է անվտանգության ոլորտում համագործակցել Ֆրանսիայի հետ։
Մերձավոր արևելքի երկրների հետ ի թիվս ավանդական հարաբերությունների Հայաստանը նոր ուղղություններով զարգացումներ է արձանագրել, մասնավորապես Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սաուդյան Արաբիայի հետ, Օմանի հետ նոր համագործակցության ուրեմն ուղիներ են նախանշվում, Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետությունը, ինչը կարծում եմ ևս կարևոր արձանագրում է։ Շարունակվել են խորանալ Հնդկաստանի հետ հարաբերությունները, գիտեք նաև անվտանգային ոլորտում, Չինաստանի հետ ևս հարաբերությունները զարգանում են եւ 2024 թվականին Չինաստանի հետ ևս աճել է առևտրաշրջանառությունը։ Ես կարծում եմ հարաբերությունների այս բազմավեկտոր եւ բալանսավորված զարգացումը այն բանի շնորհիվ է, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում դարձել է ավելի ընկալելի երկիր եւ աշխարհը գիտի, թե Հայաստանը ինչ է ուզում եւ Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշները հայտնի են։ Իհարկե, եւ սա ամենը տեղի է ունեցել աննկարագրելի բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, գերլարված միջավայրում։ Իհարկե, այս ամենի մեջ անհնար է չխոսել խաղաղության գործընթացի մասին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը չի շեղվել նախընտրական, թե կառավարության ծրագրի հանձնառությունից անել ամեն ինչ, ինչ կախված է Հայաստանից տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար։ Եվ այս առումով ևս պիտի արձանագրենք, որ եղել է արդյունքների տարի 2024 թվականը, նախ այն, որ 2024 թվականը եղել է մեր անկախության շրջանի ամենախաղաղ տարին, բայց բացի այդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սկսվել է սահմանազատման գործընթացը, ստորագրվել է առաջին երկկողմ փաստաթուղթը սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը եւ այն վավերացվել է այս խորհրդարանի կողմից եւ ի վերջո համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը։ Ես հավատում եմ, որ խաղաղության այս գործընթացը, որը սկսել է Հայաստանի կառավարությունը, այլընտրանք չունի եւ սա համոզմունք է ոչ այն պատճառով, որ ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եմ եւ սատարում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին, այլ այն, որ Հայաստանի հանրային քաղաքական դաշտում հնչող քննարկումներում կամ քննադատության մեջ չկա որևէ այլընտրակ խաղաղության գործընթացի, որը կհանգեցնի խաղաղության։ Բոլոր այլընտրանքային մտքերը հանգեցնելու են երկու բանի, կամ հակամարտության խորացման եւ պատերազմի, կամ Հայաստանի ինքնիշխանության կորստի, բայց որ ավելի հավանական է երկուսին էլ, հակամարտության խորացման եւ պատերազմի, որը կբերի Հայաստանի ինքնիշխանության կորստին։ Ես նաև ուզում եմ արձագանքել 3 հայտարարությունների ժամին այստեղ հնչած ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ մտքերին եւ այն տարակուսանքին, որ մեր ընդդիմադիր գործընկերները արտահայտում են արտաքին գործերի նախարարի այն հայտարարության վերաբերյալ, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։ Ես ուզում եմ հարցնել, ինչու պիտի լինի արտաքին քաղաքական առաջնահերթություն եւ ինչպես կարող է լինել արտաքին քաղաքական առաջնահերթություն, որովհետեւ եթե ինչ-որ բան դու դնում ես բանակցությունների սեղանին, ապա այդ դրա շուրջ պետք է նաեւ բանակցես, կոմպրոմիսների գնաս։ Ես կարծում եմ ցեղասպանության հարցը այն հարցն է, որի շուրջ մենք կոմպրոմիսների գնալ չենք կարող, բայց օրինակ մենք տեսել ենք, թե ինչպես է օրինակ Ռոբերտ Քոչարյանը դա դարձրել առևտրի առարկա, մեկ այլ հարցում ուրեմն ինչ որ արտաքին շահեր օգտագործելու համար։ Եվ կարծում եմ հենց այդ քաղաքականության հետևանքով է, որ օրինակ տարիներ շարունակ մեզ տվել են ինչ որ խորհրդարանի լավ հայտարարության նախագիծ, մեր հարևանին Արբանյակ կամ տվել են մյուսներին զենք, մեզ տվել են ինչ-որ մայրաքաղաքում, եվրոպական մայրաքաղաքի կենտրոնում լավ հուշարձանի տեղ։ Ես կարծում եմ, որ մենք պիտի այսինքն մենք հստակորեն Հայաստանի կառավարությունը այս ուղեծրով չի գնում եւ ես ամբողջությամբ սատարում եմ այդ դիրքորոշմանը, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չի կարող լինել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն, ավելին ես կարծում եմ դա յուրաքանչյուր պետության ներքին քննարկման հարց է եւ այդ երկրի միջազգային հարաբերություններում իր դիրքավորման հարց է, այդ թվում եւ Թուրքիայի համար։